Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Նունեի խոհանոցում եք։ Հուսով եմ ամանորյա տոները լավ դիմավորեցիք, Սուրբ Ծնունդը լավ դիմավորեցիք, ընտանեկան միջավայրում անցկացրեցիք։ Անձամբ ես շատ եմ կարևորում անցկացնել ընտանիքի հետ։ Սիրելիներս, ես այսօր եկել եմ նորությամբ։ Պատրաստելու ենք տոլմայի մի տեսակ, որին համոզված եմ շատ քչերն են ծանոթ։ Մնացեք ինձ հետ, քանի որ այս տոլման պատրաստելով դուք կարող եք զարմացնել նույնիսկ ձեր ամենակմաչ հյուրերին։ Այսօր պատրաստելու ենք խաղողի թփով տոլմա, բայց ոչ ձեր իմացած ստանդարտ եղանակով։ Ընկերներ ջան, մեր տոլմայի մեջ օգտագործելու ենք նռան հյութով, մեղրով ջնարակ։ Արդյունքում ունենալու ենք կարամելապատ, գեղեցիկ համով տոլմաներ։ Տոլմայի համար մեզ անհրաժեշտ է տավարի աղացած միս, սոխ, կանաչի, ռեհան չորացրած, սոյայի սոուս, բրինձ և խաղողի թուփ։ Իսկ մնացած մթերքները մեզ անհրաժեշտ են սոուսների պատրաստման և ջնարակի համար։ 3 տեսակի սոուս ենք պատրաստելու, որ ամեն մեկը գտնի իր նախընտրելի համը։ Միսը ես նախօրոք աղացել եմ սալի հետ, հիմա աղալու ենք սոխը և կանաչին։ Տեղափոխենք մեծ ամանի մեջ, որովհետև բրինձն էլ ենք խառնելու։ Լցնում ենք սոյայի սոուսը, լցնում ենք չորացրած ռեհան ու մի լավ խառնում ենք։ Մի փոքր սառը ջուր ենք ավելացնում, որպեսզի ֆարշը հյութալի լինի։ Մսի ֆարշին ավելացնում ենք 2 ճաշի գդալ աջիկա, սա ըստ ցանկության է, պարտադիր չի, ես ուղղակի միշտ տոմատի փոխարեն աջիկա եմ օգտագործում։ Կարմիր պղպեղ, աղ և սև պղպեղ։ Համեմունքները ըստ ճաշակի ու նորից մի լավ խառնում ենք։ Նարեկը ցանկացավ տատիկին օգնել, շնորհակալ եմ նրան, հիմա դնենք եփվի։ Վրան աղ ենք ավելացնում և սառը ջուր ենք լցնում։ Ջուրը այնքան լցնում ենք, մինչև տոլմաները ծածկվեն։ Վրան դնում ենք ափսեն, որպեսզի համաչափ եփվի և չբացվի։
Դե ինչ ընկերներ, մի 20 րոպեից արդեն մեր տոլման պատրաստ կլինի։ Հիմա ճիշտ ժամանակն է ջնարակը պատրաստելու։ Ջնարակը մեր տոլմային ավելացնելու ենք վերջնական եփելուց 10 րոպե շուտ։ Ջնարակի համար մեզ հարկավոր է 200 գրամ նռան հյութ եւ մեղր։ Ես արդեն նախորոք հյութը քամել եմ։ Ընկերներ, եթե նուռը քաղցր է, վրան ավելացրեք մի քանի կաթիլ լիմոնի հյութ։ Ինձ մոտ նուռը շատ քաղցր է, ես պետք է ավելացնեմ, իսկ եթե քաղցր չէ, կարիք չկա ավելացնելու։ Հիմա պետք է ավելացնեմ մեղր, բայց մեղրի հետ պետք է զգույշ լինենք ընկերներ, ընթացքում համը տեսնենք, եթե քաղցր է, էլ ավելացնել հարկավոր չէ, եթե զգում ենք, որ քաղցր չէ, կարող ենք մի փոքր էլ ավելացնել։ Մեր նպատակն է, որ տոլմաները դառնան կարամելապատ, բայց ոչ քաղցր։ Ես սկսում եմ 2 թեյի գդալից, եթե կարիք լինի, նորից կավելացնեմ։ Խառնում ենք և դնում ենք կրակի։ Թողնելու ենք այնքան եփվի, մինչև թանձրանա և դառնա կիսով չափ։ Ընկերներ, ես համտեսեցի, մի քիչ թթվայնությունը շատ էր, նորից պետք է մի քիչ մեղր ավելացնեմ։ Մեր ջնարակը արդեն պատրաստ է, ահա տեսեք, կարամելային տեսք ունի արդեն։ Անջատում ենք կրակը։ Գդալով հավասարաչափ լցնում ենք։ Լցնելուց հետո դեռ 10 րոպե պետք է եփվի։ Համը անընդհատ կտեսնեք, որպեսզի շատ քաղցր չլինի։ Մեղրը, ինչպես ասացի, աստիճանաբար կլցնեք։ Կտեսնեք ինչ ախորժալի կարամելապատված տոլմաներ կունենանք։ Ինչու ենք ջնարակը լցնելուց հետո կափարիչը վերցնում վրայից։ Եթե կափարիչը փակ լինի, գոլորշին կթափվի տոլմաների վրա և ջնարակը կջրիկանա։ Իսկ մեր նպատակն է ունենալ թանձր ջնարակ, որպեսզի կարամելային տեսքը պահպանենք։ Ընկերներ, քանի որ մեր տոլմաների վրա կա քաղցր թթվաշամ, մեր սոուսները պետք է լինեն թարմացնող և հավասարակշռությունը պահող։ Առաջին սոուսը մեզ մոտ դասական տարբերակն է, սխտոր մածուն և մի քիչ ձևափոխած, ավելացնելու ենք նանա։ Սովորական մածունին և ճզմած սխտորին ավելացնում ենք թարմ կտրատած նանա։ Նանան նռան և տավարի մսի հետ հիանալի համադրվում է և տալիս է սառը թարմություն։
Իսկ այն մարդկանց համար, ովքեր սխտոր չեն սիրում, պատրաստում ենք երկրորդ սոուսը լիմոնով եւ մածունով։ Քերում ենք մի փոքր լիմոնի կեղև, լիմոնի կեղևը ավելացնում ենք մածունին, խառնում ենք եւ ավելացնում ենք մի քանի կաթիլ լիմոնի հյութ։ Այս սոուսը կոտրում է մեղրի քաղցրությունը։ Եվ մնաց վերջին երրորդ ծումախով սոուսը։ Առատորեն վրան ավելացնում ենք սումախ։ Սումախը ունի հաճելի թթվաշան, որը կատարյալ ներդաշնակության մեջ է նռան հետ։ Ահա մեր շատ համեղ սոուսները արդեն պատրաստ են։ Ահա եւ վերջ ընկերներ, ավարտեցինք մեր տոլմայի պատրաստումը։ Հիմա մի հատ համ տեսնենք ոնց է ստացվել։ Սիրելիներս, անմահական համ ունի, անպայման փորձեք, մեկնաբանություններում ինձ գրեք, տեսնեմ ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Եթե ալկոհոլի սիրահար եք, մատուցում են գինիով։ Իսկ եթե ոչ, թանով կամ թարխունի լիմոնադով։ Դե ինչ ձեզ հետ նույններ, չմոռանաք գնահատել իմ աշխատանքը, լայքելով տեսանյութը եւ եթե չեք բաժանորդագրվել իմ ալիքին, բաժանորդագրվեք, կսպասեմ նաեւ ձեր մեկնաբանություններին, սիրում եմ բոլորիդ։